Ադրբեջանում այսօր դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել Թալիշ գիտնական Իգբալ Աբիլովին։ Դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի հատուկ ծառայություններ մատուցելու մեջ։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչ է գիտնականը։ 35-ամյա Իգբալ Աբիլովը ականավոր գիտնական է, թալիշագետ, հետազոտող, զբաղվում է մասնավորապես Ադրբեջանում բնիկ ազգերի պատմության, ժառանգության, ինքնության, լեզվի խնդիրներով։ Նա նաև թալիշագիտությանը վերաբերող մի գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է, քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, բայց որոշ նրա հրապարակումներ Ադրբեջանում ոմանց դուրը հավանաբար չեն գալիս, քանի որ կարծում են, որ դա կարող է Ադրբեջանում ապրող թալիշների ինքնագիտակցության զարթոնքի առիթ դառնալ։ Աբիլովը ընդամենը ծնվել է Ադրբեջանում, 5 տարեկանից ապրում էր Բելարուսում և 24 թվականի հուլիսին եկել էր Բաքու հեռու ազգականի հարսանիքին մասնակցելու համար։ Անմիջապես իրեն ձերբակալել էին և մեղադրել էին Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, մի քանի քրեական օրենսգրքի հոդվածներով գործ է հարուցվել, այդ թվում նաև լրտեսություն և հակապետական գործողություններ և ազգային թշնամանք հրահարելու փորձեր։ Նրա դատավարությունը փակ ռեժիմով էր անցնում, Աբիլովը հերքել է բոլոր մեղադրանքները, որոնք իրեն ներկայացված են եղել, դատախազը 19 տարվա ազատազրկում էր առաջարկել, դատավորը որոշել էր, որ 18 տարին բավարար է։ Փաստաբանը այսօր հայտարարել է, որ մեղադրանքներից ոչ մեկը իրականում չի ապացուցվել դատարանի կողմից և մտադիր է բողոքարկել վճիռը վերաքննիչ դատարանում։ Իսկ դատախազությունը ինչպես է հիմնավորում իր մեղադրանքները։ Որպես մեղադրանքի ապացույց ներկայացվել էր մասնավորապես գաղտնի կերպով արված տեսագրությունը այն սկայպով ունեցած զրույցի, որը Աբիլովը ունեցել է հայտնի հայ գիտնական, իրանագետ, արևելագետ Գառնիկ Ասատրյանի հետ, ով աշխարհում պես ամենաականավոր թալիշագետներից մեկն է, հիշում ես Հայաստանում Ծաղկաձորում 2 անգամ թալիշագիտությանը նվիրված կոնֆերանսներ է անցկացրել և միանգամայն գիտնական է, բնական է և 2 գիտնականները իրար հետ ինչ-որ գիտական խնդիրներ են քննարկում համացանցում։ Որևէ կերպ դա չէր կարող ապացույց ներկայացվել որպես Հայաստանի հատուկ ծառայությունների հետ կապի։ Մեկ այլ ճակերտավոր ապացույց այն, որ Աբիլովը կապ է պահպանել Երևանի բնակիչ Վարդան Ոսկանյանի հետ։ Նույնպես նա ականավոր գիտնական է, իրանագետ, իդեպ գոնե այն պատճառով չէր կարող նա լինել հատուկ ծառայությունների աշխատակից, քանի որ արմատական ընդդիմադիր հայացքներ ունի։ Ինչևէ, մի շարք պետությունների արևելագետներ միացել են ի պաշտպանություն Աբիլովի արշավի և ստեղծել են Իգբալ Աբիլովի պաշտպանության կոմիտե։ Այդ կոմիտեն այսօրվա դատավճիռից հետո հայտարարություն է տարածել, որում ընդգծվում է, որ այդ կայացված դատավճիռը իրականում ազատ խոսքի և ինքնության դատավճիռ է, և որ Աբիլովի միակ մեղքը կայանում է նրանում, որ նա պաշտպանել է իր հայրենակիցների ինքնություն ունենալու իրավունքը։ Ի համերաշխություն Աբիլովի Եվրոպայի տարբեր քաղաքներում ակցիաներ են անցկացվել, մասնավորապես Վիլնյուսում, Հաագայում, Վարշավայում, Ստրասբուրգում և իրավապաշտպանները նրան արդեն քաղբանտարկյալ են ճանաչել։ Amnesty International-ը, Human Rights Watch-ը ժամանակին ի պաշտպանություն Աբիլովի հայտարարություններ են տարածել և նա փաստորեն դարձել է Ադրբեջանում 131-րդ քաղբանտարկյալը։ Արտեմ, ինչի հետ է կապված Բաքվի իշխանությունների կողմից թալիշների նկատմամբ այսպիսի բռնաճնշումների նոր ալիքը։ Իրականում կարծում եմ պատճառը այն է, որ Բաքվի իշխանությունները վախենում են, որ Ադրբեջանում կարող է տեղի ունենալ թալիշների ինքնագիտակցության նոր զարթոնք։ Հիշում ես 90-ականների սկզբներին այդպիսի զարթոնքի արդյունքում Լենքորանում ձևավորվեց Թալիշ-Մուղանյան հանրապետություն, որը ինքնավարության իսկ հետագայում նաև անկախության էր ձգտում և այդ հանրապետությանը արյան մեջ պարզապես թաթախեցին և ոչնչացրեցին գրեթե բոլոր այդ հանրապետության ղեկավարներին։ Այժմ Արցախյան երկրորդ պատերազմից հետո որոշ թալիշական շրջանակներում կա այն գիտակցությունը, որ այն ինչ տեղի ունեցավ արցախահայերի հետ կարող է տեղի ունենալ նաև թալիշների հետ և միգուցե իրենց սխալն էր, որ իրենք ժամանակին չպաշտպանեցին հայերի
այդ ինքնորոշվելու իրավունքը։ Եվ ահա այսպիսի մտավորականների դեմ հալածանքներով Ադրբեջանի իշխանությունները հավանաբար փորձում են վախեցնել շարքային թալիշներին, որպեսզի անգամ միտք գլխներով չանցնի, ինչ-որ մասնակցել ինչ-որ կիսագաղտնի կամ ընդհատակյա կազմակերպությունների գործունեությանը։ Նույն այդ նպատակով ձերբակալվել էին վերջին տարիների ընթացքում ավելի քան 15 այլ թալիշ առաջնորդներ եւ ակտիվիստներ։ Օրինակ վերջերս Ռուսլան Վահաբով անունով մի թալիշ ակտիվիստի պարզապես գրպանը թմրանյութ էին գցել, իսկ իրական պատճառն այն էր, որ նա Արցախյան պատերազմի օրերին, այսպես հրապարակումներ էր իրեն թույլ տալիս, որում կասկածի տակ էր դնում այն, թե արդյոք տեղին է այն ամենը, ինչ իր Ադրբեջանի իշխանություններն են անում։ Կամ դրանից առաջ Ֆարխադին Աբոզադա հայտնի գիտնականին ձերբակալեցին, դատապարտեցին 16 տարվա ազատազրկման այն բանի համար, որ նա եկել էր Ծաղկաձոր եւ մասնակցել էր Գառնիկ Ասատրյանի կազմակերպած թալիշագիտության այդ գիտաժողովին։ Մինչ այդ էլ Էլշադ Իրշադով, Գիլալ Մամեդով, Նովրոզալի Մամեդով մի շարք ակտիվիստներ թալիշական ծագում ունեցող հալածվել են հենց այն բանի պատճառով, որ Ադրբեջանում մտավախություն ունեն, որ կարող է հնարավոր է իրենց գիտական աշխատանքի արդյունքում թալիշական ինքնության զարթոնք տեղի ունենալ։ Շնորհակալություն, Արտյոմ։